Ես տիրոջ հետ հանդիպում ունեցել եմ դեռ շատ մանկուց 3 տարեկան հասակում ես Սուրբ Հոգով մկրտվել եմ ու այդ օրը ես հիշում եմ այսօրվա պես, թե ոնց է պապան աղոթում մեծ եղբորս ու քրոջս համար, որ Սուրբ Հոգով մկրտվեին ու ես այդ կողքից սկսեցի լեզուներով աղոթել, այդ օրը իմ մեջ տպավորված է, դաջված եմ սրտում այդ օրը Սուրբ Հոգու հետ հանդիպումը։ Ունեցել եմ մկրտություն 16 տարեկանում, ջրով մկրտվել եմ։ Ես տիրոջ ձայնն եմ լսել 18 տարեկանում, ունեցել եմ տիրոջից հստակ ձայն, որը ինձ ասել է, որ քո ապագան պետք է տնօրինեմ ես այդ հանդիպումից հետո տիրոջ հետ, որ այդ հստակ ձայնը լսեցի, ես շեշտեցի, որ շատ փոքր տարիքից ես զգացել եմ տիրոջ ներկայությունը, Հիսուսի սերը, բայց իմ ամենա հաստատուն որոշումը եղել է այդ տարիքում, ու ես որոշեցի, որ պետք է իմ կյանքը անցկացնեմ եկեղեցում ու լսեմ տիրոջ հաջորդ ձայնը։ Ու ես տիրոջ հաջորդ ձայնը լսեցի, որ ես պետք է զբաղվեմ գործիքավորումներով ու պետք է այն երգերը, որ գրել եմ պատանեկությունից, պետք է սկսեմ կամաց թողարկել այդ երգերը։ Դեր ինձ իմաստություն տվեց, ես զգացել եմ ոնց է Տերը ինձ իմաստություն տալի, ու ես այդ իմաստությունը կիրառում եմ իր փառքի համար։ Տիրոջից հաջորդ հրամանն եմ ստացել ավետարանել իր խոսքը, իր արքայության խոսքը։ Ուզում եմ, որ ամեն իմ կյանքի օրվա մեջ երևա տիրոջ փառքը, Հիսուսի փառքը, ու ուզում եմ, որ Հիսուսի մուտքը տեսնեմ մարդկանց մեջ, երբ որ լսեն երգերը, տեսնեն տիրոջ Սուրբ Հոգու ներկայությունը։ Հալելույա։